Աստված երբ որ մարդուն ստեղծեց, իր ամբողջ կյանքի նպատակի իմաստը ո՞րն էր։ Աղոթելն էր։ Աղոթել ինչ է նշանակում։ Ձգտել Աստծուն, խոսել Աստծո հետ, մտերմանալ Տիրոջ հետ, հասկանալ Քրիստոսին եւ այդպես մոտենալ Տիրոջ, այսինքն աղոթքը դա մերձեցում է Աստծո հետ։ Բայց շատ անգամ մենք չենք հասկանում, թե ինչպես մերձանանք Աստծուն, Աստված ով է, հա? Ինչ է աղոթքը ընդհանրապես։ Այդ պատճառով նախ չենք էլ հասկանում ինչ է աղոթքը։ Հետո ինչպես պետք է աղոթել, պարզ հասարակ խոսքերը դրանք աղոթք են, թե աղոթք չեն։ Դրա համար մենք պետք է սովորենք աղոթել եւ սիրենք աղոթել։ Եվ աղոթքը մեզ կսովորեցնի եւ սիրել կտա իրեն։ Նախ եւ առաջ աղոթքն ինչ է։ Աղոթքը մտքի փայլատակում է։ Տեսել եք գիտնականները ոնց են հայտնագործություն անում։ Էվրիկա ասեցին, չէ՞, հայտնագործություն գտա։ Ճիշտ այդպես էլ աղոթքը դա հայտնագործություն է։ Մտքի փայլատակում է։ Երբ որ միտքդ փայլատակում է, այն ժամանակ դու մտքով աղոթեցիր։ Օրինակ շատ անգամ եկեղեցու Սուրբ Հայրերը Սուրբ Գրքը ընթերցելիս ինչ որ մի նոր բան էին հասկանում։ Այսինքն Սուրբ Գրքի նոր մեկնություն էին տալիս։ Եվ դա հենց այդ մեկնություն դա աղոթք էր։ Այսինքն մտքի թռիչքը, մտքի լուսաբանումը, մտքի հայտնագործությունը աղոթքի սկիզբն է։ Մենք պետք է մտքով աղոթք անենք։ Ձգտենք ճիգ գործենք մտքով հասկանալու Սուրբ Գիրքը եւ ընդհանրապես աշխարհի բոլոր երևույթները, բնության գաղտնիքները քննենք մտքի քննությունը, մտքի թռիչքը Աստվածադիր հատկություն է։ Աստված մեզ այդպես է ստեղծել, որպեսզի մենք մտքով ձգտենք կատարելության, միշտ ճանաչողության, ճանաչել թե ով է Աստված։ Սուրբ Գրիգոր Նյուսացին ասում է, որ մենք Աստծուն ճանաչելով այս աշխարհում չենք դադարում ճանաչողության ձգտումից։ Մենք անընդհատ ճանաչում ենք Աստծուն, ոչ միայն այս աշխարհում, այլ նաև հանդերձյալ կյանքում։ Միշտ ճանաչում ենք, թե ով է Աստված, որտեղ Աստված անսահման, անճանաչելի, անճարելի, անիմանալի էություն է։ Միշտ